Հանդիսավոր շեփորանվագ ու ֆրանսիական ջերմընդունելություն Ելիսեյան պալատում պատերազմի ու խաղաղության խաչմերուկում հայտնված Ուկրաինայի նախագահը Փարիզ է ժամանել ոչ միայն Էմանուել Մակրոնի հետ երկխոսելու։ Ֆրանսիայի նախագահն ուկրաինացի պաշտոնակցին պատրաստել է Փարիզում նախանշված կամավորների կոալիցիայի անվտանգության գագաթնաժողովին։ Նպատակը հետպատերազմյան կարգավորման հիմքի ապահովումն է։ Փարիզում վստահեցրել են հին աշխարհը միշտ Ուկրաինայի կողքին է։ Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի։ Պատրաստել ենք լրացուցիչ աջակցություն, այդ թվում Միլան հակատանկային հրթիռներ, հոբ համակարգեր, Միրաժ կործանիչներ ու Միստրալ ցամաք օդ տիպի հրթիռներ։ Ճակատում վիճակը վերահսկելու համար Ուկրաինան կստանա նաև զրահամեքենաներ, տանկեր, մեծ քանակությամբ զինամթերք ու դրոններ։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի անվտանգության ամենամեծ երաշխիքը սեփական հզոր բանակ ունենալն է, որը պետք է առաջնագծում լինի ռուսական զորքի հավանական գրոհը կանխելու համար։ Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ խաղաղապահ առաքելության ուժերը կտեղակայվեն առաջնագծից հետ, որպես երկրորդ պատնեշ ու զսպիչ ուժ։ Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել 30-օրյա հրադադարին համաձայնել առանց նախապայմանների։ Այսօր մենք Ռուսաստանի նվաճողական պատերազմը դադարեցնելու վճռորոշ փուլում ենք։ Ողջունում եմ Թրամփի նախաձեռնությունը, որն ուղղված է ռազմական գործողությունների արագ դադարեցմանն այն հաջորդականությամբ, որը կարող է օգնել հասնել ամուր ու տևական խաղաղության։ Մակրոնը չի հավատում, որ Ռուսաստանն իրոք խաղաղություն է ուզում, քանի որ ամենօրյա ռեժիմով գրոհներ է իրականացնում Ուկրաինայի վրա։ Կրեմլի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաև Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ Մոսկվան խաղաղություն չի ուզում։ Մոսկվան փորձում է լրացուցիչ պայմաններ ներառել Սև ծովում հրադադարի համաձայնագրում։ Ռուսաստանը ցանկանում է պատերազմը շարունակել, պետք է ճնշում գործադրել նրա վրա։ Անվերապահ խաղաղության առաջարկը սեղանին է մարտի 11-ից, սակայն Ռուսաստանը հրաժարվում է ընդունել այն։ Պատժամիջոցները պետք է մնան եւ ուժեղացվեն այնքան, քանի դեռ օկուպացիան շարունակվում է։ Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն, որքան շատ ռազմական տեխնիկա արտադրվի Եվրոպայում, այնքան ավելի խաղաղ կլինի մեզ համար։ Հուսանք ու հավատանք, որ Միացյալ Նահանգները եւս բավականաչափ ուժ կունենա Պուտինին անվերապահ զինադադար պարտադրելու համար։ Ուկրաինայի նախագահը պատերազմը կանգնեցնելու հույսը դրել է Պուտինի ֆիզիկական չգոյության վրա։ Նա շուտով կմահանա, դա փաստ է եւ ամեն ինչ կավարտվի։ Զելենսկին սպասում է Պուտինի մահվանը, իսկ Ուկրաինայում պատերազմը նոր թափ է ստանում։ Ռուսաստանի օդուժը զանգվածային գրոհ է իրականացրել Ուկրաինայի տարածքների ուղղությամբ։ 86 անօդաչուների եւ Իսկանդերի հարվածների թիրախում են եղել Դնեպրն ու Խարկովը։ Տասնյակ անօդաչուներ խոցվել են։ Ուկրաինական կողմի պնդմամբ շահիդ տեսակի դրոնների հարձակումը եղել է բնակելի թաղամասերի վրա։ Ահռելի վնաս է հասցվել բազմաբնակարան շենքերին, քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին ու հարևանությամբ կայանված բազմաթիվ ավտոմեքենաներին։ Որոտացել են հզոր պայթյուններ, հրդեհ է բռնկվել։ Տուժել է 15 մարդ, այդ թվում 12-ամյա մեկ երեխա։ Ռուսական կողմը հարձակումը չի մեկնաբանել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։